Սուրբ Հարության տոնին Հովհաննես Ծառուկյանն անմահների բարձունքում է 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած մարզիկ զինվորների ուղեկցությամբ։ Նրանք եռաբլուրում են այս լռության մեջ եւս մեկ անգամ արժևորելու կյանքը հայրենիքին տված մեր հայրենիքների սխրանքն ու նվիրումը։ Այստեղ հանգչող տղաների հիշատակի առաջ խոնարհվելու պարտքը բոլորինս է, իսկ մարտական ընկերների համար առավել խորհրդանշական, քանի որ աղոթքը նաև Քրիստոսի հրաշափառ հարության ավետիսով է։ Մարտի դաշտում վիրավորում ստացած հայրենիքների ուժն ու կամքն ավելի ամրապնդելու համար Հովհաննես Ծառուկյանը ընտանիքի աջակցությամբ ներդրել է բոլոր ջանքերը, սկսած մարզվելու համար լավագույն պայմաններից մինչև հոգեբանական աջակցություն ու սոցիալական մեծ ծրագրեր։ Շատ կարևոր միջոցառում ենք անում մեր ընկերների, մեր եղբայրների հետ միասին։ Ճիշտն ասած, Սուրբ Զատիկի օրվան ընթառաջ կար ցանկություն մի լավ նախաձեռնություն ձեռնարկելու։ Առաջարկը եղավ մեր ընկերների կողմից եւ ես մեծ սիրով միացա։ Ինչպես բազմից արդեն ասել եմ, հիմա էլ եմ ասում, որ մենք ամեն կերպ սատարելու ենք մեր զինծառայող եղբայրներին, ընկերներին։ Եվ սա ոչ առաջին, ոչ էլ վերջին միջոցառումն է, կան վեհ գաղափարներ, ծրագրեր կարևոր, որոնք մենք պարտադիր կյանքի ենք կոչելու եւ կյանքի ենք կոչում։ Իմ հայրն էլ ասել է, որ ամեն գաղափարի աջակցելու է, որոնք քննարկվեն եւ կորոշվեն։ Ես էլ մեծ սիրով եւ եռանդով ներգրավել եմ այս գործում, որպեսզի անեմ լավագույնը եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին, բոլոր կազմակերպիչներին, քանզի միայնակ հնարավոր է անել ոչինչ։ Այսօր իրականում լավ թիմ է ձևավորվել, մեծ թիմ է ձևավորվել եւ խոնարհվում եմ մեր զոհերի առջեւ ու պատվում եմ բոլոր մեր զինծառայող եղբայրներին։ Խոնարհումից հետո տղաներին սպասում են Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Բարև ձեզ։ Հայր մեր, որ հերգիս Սուրբ Եղիսի անուն քո, եկեսե արքայություն քո, եղիցին կամք քո որպես հերգինս եւ հերգրի, ըսած մեր հանապազորդ, տուր մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտաբանած։ Արկարժան պարոն Ծառուկյան, սիրելի Հովհաննես Ծառուկյան, սիրելի հարազատներ, շատ սիրելի իմ զավակներ, եղբայրներ, դուք որ ձեր քրտինքը, ջանքը եւ արյունը թափեցիք հայրենիքի պաշտպանության համար, մենք միշտ ձեզ համար աղոթում ենք եւ գլուխ ենք խոնարհում ձեր առջեւ եւ շնորհակալություն ենք հայտնում այն ամենի համար, ինչ որ դուք կատարեցիք մեր հայրենիքի համար։ Մանավանդ հիմա, որ պարոն Ծառուկյանի հոգացությունը ձեզ հասել է, վստահ եղեք, որ լավ է լինելու, թող Աստված ձեզ առողջություն տա եւ ապրեք երկար, որ կարողանաք ձեր ավանդը, այն ինչ որ մենք հիմա ունենք, այն խաղաղությունը, որ հիմա վայելում ենք, երկար ձեր օրինակով, ձեր ջանքերով կարողանանք վայելել։ Շատ շնորհակալություն պարոն Ծառուկյան, որ մեր տղաներին հոգացությունը վերցրել եք ձեր ուսերով։ Աստված ձեզ շատ օրհնի։ Հանուց ջան, հարկ ու պատիվ ձեզ, Աստված պահպան մեր երկրին, մեր ժողովրդին, Աստծո կամոք։ Շնորհակալություն։ Գնանք։ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակում աստվածախնամության ծես է։ Զինվորների օրհնությանը հաջորդում է մատաղի արարողությունը։ Դեռ Գրիգոր Լուսավորչի ժամանակներից տիրոջ հարության տոնին մատաղ էին անում, հետևյալ խորհրդով, որ ինչպես Քրիստոս իր մեծ ողորմությամբ գթած մարդկային տկար բնությանը եւ օգնեց նրան վեր բարձրանալ, այդպես էլ մենք պետք է մեր բարձրությունից կռանանք եւ վեր բարձրացնենք կարիքավորներին։ Աստծո ձեռը թող մեր երկրի, մեր ժողովրդի գլխին լինի։
Հատակն էլ ընդունել լինի։ Իմ ընտանիքը ադատով ավանդույթով ընտանիք է, հավատքով ընտանիք է, որը դուք գիտեք, որ ես 8 եկեղեցի եմ կառուցել, 20-ից ավել վերակառուցել եմ եւ Հիսուսի արձանը, որը դա իմ նպատակն է, իմ ցանկությունն է, որ արդեն թույլտվությունը տրված է, որ դա պետք է իրականացնենք, որ աշխարհում որպես առաջի քրիստոնեազգ, որ մենք պետական ընդունել ենք, ամբողջ աշխարհը դա իմանա։ Դա հպարտություն է, տուրիստներ կգան, կտեսնեն, ու ավելի մեծ ճանաչում կունենա, որ Հայաստանը աշխարհի առաջի քրիստոնեազգն է, որը պետականորեն ընդունել է։ Արձանը պատրաստ է, մենք ավելի արագ կանենք եւ մեծ բացում կանենք, ամբողջ աշխարհի ճանաչված մարդկանց գրավիրենք, մեր հայրենիներին գրավիրենք եւ ան մարդկանց, ովքեր որ մտահոգ են, հետաքրված են Հայաստանով, հայ ժողովրդով։ Արամ Մանուկյան, Սիմիկ Մայիլյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն,